Մեզ կոշիկա պետք գլխակը Չէ, գլխակնել ենք անում, ինչ վատ է, բայց կոշիկը չտվին, խաբեցին, հետո ասին գլխակնել։ Հիմա նույն բանն են անում, ասում են գնացեք Նազարյանի հետ հանդիպեք, Նազարյանովա ոչ մեկ չգիտի։ Իսկ եթե ձեզ ասեն մի քիչ էլ սպասեք, կսպասեք, թե ինչպես դուք եք։ Որ կարողանանք սպասենք, վաղը կհավաքվենք, Ժորժ ջան։ Վաղը կհանդիպենք։ Մենք վաղը կհանդիպենք, եթե կարենանք։ Էլ չենք կարող սպասենք, Ժորժ ջան։ Հիմա եթե գումարը եկել է, խնդիրը ինչու՞մն է, որ չեն տալի ձեր ձգնապատառները։ Այդ հարցին ենք ուզում պատասխան ստանանք, իրանք չեն բարեհաճում, մեզ մարդատեղ չեն դնում ուրիշ տեղ։ Բայց ոչինչ, օրերի ընթացքում կհասկանան, որ որոշումներ չեմ կարող ասել։ Ունենք ամեն մի ամսվա գրած ամեն օրվա որոշում ունենք։ Մենք մի ամիս համբերատար, եթե իրանք տաքացնում են, մենք էլ ենք տաքացնում։ Մի ամիս գծած այս վարչությունը հենց այնպես չի ստեղծված, այս մարդիկ իրար հետ 30 տարվա ոնց ասեմ, հարևաններ են, բարեկամներ են։ Այստեղ կողքից մարդ չկա։ Էլի նամակ եք պատրաստում։ Չէ, մենք նամակ չենք պատրաստում, մենք եթե կանել են 30, 40, 50 տարեկան տղամարդը, որ կանում են նամակ աշխարհի մեջ սուտ է խոսում, ինչ նամակ գրես այդ մարդ։ Արեք Ալիևին նամակ գրենք, կարող Արցախը հետ տա։ Գրենք Ժորժ ջան։ Մենք գրակ այդ ձևով գրենք։ Խնդրում եմ էլի, այնտեղ այնպես երկար ենք ապրում 5000 տարի է էլի, արեք գրենք։ Նամակ չկա գրելու, մենք ուզում ենք հասկանանք, փող են տվել, խաբել են թե չեն խաբել։ Եթե տվել են, ուրա։ Դե չեն թողում, վրդում են առաջ։ Կարապետյան Արմեն։ Ձկնաբույսների միության վարչության անդամ եմ, Մաքսվիշ ընկերության տնօրեն, հիմնադիր տնօրենը։ Ցաղկյանքս պատմեմ Ժորժ ջան։ 30 տարի ապրել եմ դրսում, քրտնել, աշխատել, 2 տարի Գերմանիա, 30 տարի Մոսկվա։ Երեխաներս հավաքել եմ, եկել եմ, դրսի շուկային ամբողջ աշխարհին եմ ցանել։ Դա է ձեզ հիմքեր տվել, որ չեք կարող արտահանել Եվրոպա։ Հարազատ, ես գները գիտեմ։ Ուրեմն կերը Եվրոպայի մարժի 1 եվրո, մեզ մոտ արժի 2 եվրո։ Ձգան ինքնարժեքը 80-90%-ը կազմում է կերը։ Հիմա եթե իրենց մոտ դա է ժանա, տանում հասցնում ես 1500 դրամ նստում, 2000 եմ ծախում։ Ես մեծածախի մասն եմ խոսում։ Մեկը չգնա խանութում, կարող եմ հերթով գները ցույցտալ խանութի, օպտովի Գերմանիայում, Լոնդոնում, որ քաղաքն եք ուզում, ասեք այդ քաղաքի գները ձեզ հիմա ցույց տամ։ Եղբայրս 800 աշխատակից ունի Գերմանիայում։ Հիմա մերը թանկալի։ Մերը չի խոսում ոչ մի ձևի։ Մերը խոսում է հետ սովետական երկրներում, որովհետև մեզ մոտ տենց է։ Մենք կարող ենք ծախել Ղազախստան, ես իմ Ադրբեջան, մենք կարող ենք ծախել, ես իմ Վրաստան, Բելարուսիա, Ռուսաստան, ուրիշ տեղ մենք գնով չենք անցնում։ Իսկ ինչ եք պատրաստում։ Ուղղակի չի ստացվում, Ժորժ ջան, մենք էլ ենք ինչ տարբերություն իմ համար որտե ծախեմ։ Երթում չենք կերել, ոչ աշխատակից ենք, ես իմ սպեցլուժբեկի ուրիշ երկրների, որ երթում ենք կերել մեր երեխեքի մոտ, որ պետք է այս անենք, այն անենք։ Մենք եկել ենք մեր երկիրը, ծաղկացնենք, աշխատատեղերը բացել ենք, հիմա փակում են, ուզում ենք հասկանանք խեն փակում։ Դուք հաջորդիվ ինչ եք պատրաստում անել։ Չեմ ասելու։ Որովհետև մենակ չեմ, որ դա ուզենանք անելու, արդեն վարչություն կա, երեխեք ջան, 7-8 հոգի մարդ է մտնում մեջը, նախագահ ունենք, բոլորը որոշված ծեսխի են, հիմա տակտիկան ասեմ, տեխնիկան ասեմ, ինչ ենք անելու, չեմ ասելու, բայց որոշված է, հաստատ վստահ եղեք ամեն ինչ օրերով, մի ամիս 30 օր գծած է ինչ ենք անելու։ 30 օր արուն ենք խմելու, ոնց որ մեզանից են խմում 3 ամիս, մենք արուն ենք խմելու, այսինքն հոգնածնելու ենք, միջև հասկանան, որ սենց ձգելով չի։ Ձգելով իշքան, հիմա ստեղ այսքան 1000 հոգի մարդ է հավաքված։ Ստեղ երեխաներ կան, կայլեսկով երեխեքով եկել են, ստեղ աշխատակիցներ են, մեկը չի բարեհաճում, էլ 2 բառ խոսեն։ Լրիվ անասունի տեղ են դրել մեզի, չեմ հասկանում։ Ժամից ավել է այստեղ եք, ոչ մի արձագանք։ Դու մենք մի ամիս էլ ենք ստեղ լինելու, դու հանգիստ լինեն։ Եթե իրաց թվում է մեզնից համբերատար են, մի ժամից ավել է այստեղ եք, ոչ մեկ ձեզ ոչինչ չի ասել։ մոտեկցել են միլիցիայի աշխատակիցները, ասել են մենք սենց ենք ուզում Նազարյանի հետ հանդիպեք, հա։ Մենք էլ ասել ենք, մենք չենք ուզում գնանք Հրազդան։ Ինչ գործ ունենք Հրազդանի Նազարյանի հետ։ Մենք եկել ենք կոնկրետ, ով որ հարց կարող է լուծել, գոնե։ Տեղել ենք կասկածում, որ այս երկրում երկրորդ մարդ կա հարց լուծել։ Ես լիք Դե հիմա ես իմ կարող երևի շորբուլախ չգիտեմ որտեղից ում են։ Ես այդ ազգանուն առաջ անգամ լսում։ Ես էկոնոմիկայի նախարարի ազգանունը չի բռնում, փոխ վարչապետի անունը չի բռնում, ով հարց լուծողա, ոչ մեկի անունը չի բռնում այդ ազգանունը չի բռնում այդ մարդու հետ, ում հետ ուզում են հանդիպենք։
վարչությունը որոշում է կայացրել, որ այդ մարդու հետ հանդիպում չի կարող լինել, որովհետև մենք գոնե նրա համար 8 ամիս նամակ գրենք, այդ մարդը նամակը չբացի։ Այդ մարդու հետ դուք կգնաք հանդիպելու, ձեզ եմ հարցնում։ Եթե 8 ամիս հազարավոր աշխատողից կեսն է ստեղ, որովհետև տնտեսությունը պետք է աշխատի։ Պետք է մաքրվի շանդորկաները, ընդ հարցեր կա, այրատները չաշխատի, միլիոնավոր վնասներ, հենց մի րոպեվա մեջ կկրենք, դրա համար սա կեսն է աշխատակիցների։ Հիմա եթե այդ մարդուն 8 ամիս նամակ են գրել, մի արկղ, ցելի արկղ նամակ են գրել, չի բացվել։ Մենք ջրերի հետ կապված մտել ենք ներս, ասել են մի հատ եկեք նամակ գրեք, ասել ենք արեք ձեզ ցույց տանք նամակներ։ Հանը դրել ենք իրանց դեմը զարմացած գոնե թափեն։ Դա վերջին 8 ամսում։ Այն հավաքի ժամանակ եղել էս անգամ չէ։ Հիմա մենք էլ չունենք։ Երրորդ անգամ նույն մարդու մոտ կգնաց որ խափի քեզ։ Չեմ գնա։ Աշխարհել եք այս 3 ամսվա ընթացքում որոնք ինչքան վնասել վնասել։ Մեծ թվեր է երեխեք, շատ մեծ թվեր։ Ես արդեն այս 80 օրվա մեջ 2 միլիարդ դրամ պարտք եմ արել։ Ասած չվերացեմ, որտեղ մի քիչ ռուբլիով, մի քիչ եվրոյով, մի քիչ դոլարով միջինացված 2 միլիարդ պարտք եմ արել, որը չեմ պատրաստում երեխային թողել, որը 300,000 դրամ աշխատավարձ է ստանում։ Համալսարանում դասատալի։ Մի քանի տարի Ամերիկա ենք արտահանել, փորձել ենք ամեն դեպքում, ուրեմն 3 տարվա մեջ ինքնաթիռով 2 տոննա ենք հասցրել ու 3 տարի այդ 2 տոննան չի դարել 2 տոննա 1 կիլոգրամ։ Ամսեկանի մասնախոսք է։ Ամսեկանի մասնախոսք է։ 3 տարի ամեն ամիս տարել ենք ինքնաթիռներով 2 տոննա, չեն կարողացել սարքենք այդ 3 տարվա մեջ գոնե 2.5 տոննա։ Այդ սա էս իմ հեքիաթները։ Չէ, որովհետև մեր գնորդը դա հայ ոնց որ ոնց ասեմ, աշխատողներն են, հայ ապրողներն են ընտեղի, էմիգրանտներն են, այո, հայ համայնքն է, հայկական խանութներով առել են ուրիշ տեղեր, փորձել ենք, ռեզուլտատ չկա, որ 3 տարի ես պարզ ասում եմ, եթե մենք 70 տոննա օրը արտադրում ենք ձկնաբույսներով, ամիսը 2 տոննան դուք պատկերացնում եք ինչ է։ Մենք 2500 տոննա արտադրենք 2000 անգամ պակաս մերինից արտանենք ու 3-5 տարի աշխատանք ենք դրա համար եմ ասում մենք Ռուսաստանի վրա 30 տարի 20 տարի աշխատել ենք 25 տարի ես եմ աշխատել ես 25 տարի ինչ որ մի սպորտ եմ գնացել կամ ջութակ եմ գնացել հիմա ինձ եկել են ասում են մի օրվա մեջ փոխի ես իմ գլուխ կոնձիտուր չեմ կարող 25 տարին Ժորժ ջան դա տենց ասում ենք դա մեծ սրոք է դա մեծ կյանք է այդ 25 տարին, որ մենք դրել ենք։ Մի օր պիտի սկսեք, չէ։ Մի օր սկսենք, բայց 25 տարի է պետք որ դառնանք այդ քանակների վաճառող այնտեղ։ Ոնց որ ստեղ են 25 տարում հասել։ Հիմա չեմ կարող երկրորդ ջութակի գնալ, էսի աշխարհը զարմացնել։ 2 օրում կարա մարդը գնա։ Ռուսաստանը։ Հիմա Եվրոպան առաջարկել է օգնի։ Առաջարկել է օգնի։ Առաջարկել է, ինչով է օգնել։ 0 3 ամիսա մեռնում ենք 0 Ժորժ ջան թող ասեն մեկին 100 դրամ փող է ասել ես ասում եմ տվեք մեզի թեկուզ չեմ ասում պարտքով տվեք ես իմ ձրի տվեք վարկով տվեք ես էլ գույք չունեմ 36 հատ գույք իմն է դրած պլյուս սա ազգու տակինն է դրած ասում եմ ես այսօր գույք չունեմ բանկում դնեմ գոնե բերում եք Եվրոպայից փողը մեզ տվեք տոկոսով ձգենք մի ամիս էլ Իրանք են որոշում։ Հիմա որ դուք աշխատավարձ եք ստանում, բերում եք ձեր տուն, ձեր աշխատանքը տվողը ասում է, այս փողը անպայման կոշիկ կառնես կամ երեխային կատ կամ իրեն։ Դուք եք չէ որոշում։ Հիմա իրանց տվել են, իրանք էլ պետքա տեսնեն ում գլուխն է ցավում, ում կոշիկ չունի։ Տենց է թե չէ այս երկիրը աշխատում։ Դե ուրեմն մենք չգիտեմ, ուրեմն պետք է տեղափոխվենք, ոնց որ ապրել ենք աշխարհով մեկ, ելի պետքա ծրվենք աշխարհով մեկ։ Եթե մեր երկրում անելու բան չունենք, ես ասում եմ, ես տեղափոխվել եմ ստե 30 տարուց ավել դուրս ապրելուց հետո իմ սանիկներն եմ համոզել մեր երկիրը լավն է տեղափոխվել են, ամեն մեկը 3 երեխայով։ Տեղափոխվել ենք ռուբլովկի վրա, սեփական տներով մարդիկ ապրում են մեջքի վրա։ Հիմա փաստորեն դուրս է գալի խափել են մեր երկիրը այդքան էլ լավը չի, որովհետև ապրում են Երևան։ Կներեք էլի որքան է ցույց արտադրում Օրը 70 տոննա ձուկ են արտադրում մեր ձկնաբույսները, բոլորը միասին։ Ինչ են անում։ Միջև այսօր կերուն ենք տալիս ենք, այսօրվանից մինուս են գնալու այդ թվերը։ Ինչ-որ չափով ներքին։ Մենք մի քանի օր առաջ էլ մեր լրատվամիջոցների հետ մի երկու հատ հանդիպում եղել, սաղս ասել ենք, մեկը 7 օրվա կերունի, մեկը 5 օրվա, դաժե այդքան պարտքանելուց հետո։ Կներեք ներքին շուկայում որոշ չափով ձեր արտադրած
Ես այս շուկայում չեմ արտադրում, եկավ ավելի ցավալի մասը, դա էլ ասեմ երկու բառով, որովհետև խոշորները իրավունք չունեն ներսում վաճառեն, որովհետև 100 տնտեսություն կարող է փակվի 3 հոգու սխալ աշխատանքի միջոցով։ Երեք որ նախարարը գնացել էր հանդիպման, այդ տնտեսությունը խոշորների մեջ է մտնում ու եկել է 30 լիտրանոց տնտեսություններ կոնկուրենցիա մտել է ներս, սաղին սպանում է, այդտեղ է գնացել նկարվում, այդ ձեր երազած տղեն, հա։ Ու հիմա այդ մարդիկ ստեղ չկան, որտեվ իրանք ջուրել չեն փակել 30%-ը որ փակել ենք բոլորս ասես միասին նայել ենք իրար աշկերի մեջ, իրանք չեն փակել։ Հիմա իրանք աջակցությունել են ստանալու։ Մեզի բա միջև դա ուրիշ կառավարություն էլ է եղել, ու 40 տարի Նիկոլ Փաշինյանը չի եղել։ Մեզ ասել են 30% պետք է ջուրը փակեք, որովհետև խնայողություն։ Էլ եմ շեշտում անձրևաջրերի մասն է խոսքը, այդ արտիզյան, որ ասում ենք, դա ձնահալքից գնում է, հավաքվում է, ինչ որտեղ գալիս է վերևը գետերի տեսքով, տակը ջրավազանում ենք, հավաքվում է, ասել են պետք է խնայվի, 30% բոլորս փակել ենք, բացի 1-2 տենց շատ շուստրի ձկնաբույսներից, 1-2-ի մասն է խոսքը։ Հիմա այսօր եկել է հասել է մի հատ տեղ, մի հատ էլ են ասում 40 պետք է փակեք։ Ես ոնց եմ փակում, եթե իմ ձուկը ուռել է, եթե դուք ժամ եք դրել, ժամով, լիտրով այսքան պետք է պահես։ Հիմա ուռել է ձուկը բոլորի մոտ, ոնց եմ փակում։ Հաստատի։ Դե ոնց որ Ձեզ տրաքացնեմ։ Ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը, սպասել, գնալ, հետո գալ, ինչ։ Հարազատ մենք մի ամիս գծած ունենք։ Մենք համբերատար։ Այսօր չեմ կարող ասել, որովհետև դա պետքա կամ վարչությունով ասենք, տենց է պայմանավորությունը, խնդրում եմ։ Չէ, նկատի ունեմ հիմա այստեղ սպասում եք, թե գնաք։ Մենք այստեղ կարող ենք 1 շաբաթ սպասենք։ 1 շաբաթ իրար փոխարինելով մեկը կգնա, մյուսը կգա, ոչինչ։ Մենք այսքանը չենք, շատ ենք, ինչ որ կես ընդեղ են հանգստանում, մեկը աշխատում է, ոնց է բանակում, որ կառաուլ են կանգնում, մեկը կանգնում է, մեկը հանգստանում է, մեկը պատրաստ է վազի օգնի, տենց մենք համբերատար մի շաբաթ կսպասենք, այո, ոչ պակաս։ Հիմա կեսը ասեմ, այստեղ մի 10 հոգի մարդ մենակ իմ աշխատակիցներից են սահմանից իջել։ 25 օրով սահմանել են ձկնաբույսները պահում, հասկացան, էլ ինչ անեք, մի հատ էլ ֆանար կապեք, գիշերը վարանեք։ Նոր են իջել աշխատակիցները սահմանից։